Մենք որոշենք, տեսնենք, եթե մեզի պատասխան տվեցին մեր հարցերին, այս ճանապարհի վրա ենք կանգնում, ճանապարհ չենք փակում, մենք խաղաղ ակցիան ենք անում, մենք ճանապարհ չենք փակում, մենք ուղղակի այս երկրի ղեկավարից խնդրում ենք, մեր գործարանը շուտ վերանայեն, բացեն, աշխատողները գան իրանց բնական հունով, աշխատեն իրանց կարիքները կարենան հոգան, ուրիշ բան չենք ուզում։ Դա էլ դժվար հարց չի, ինձ թվում է կարան, որ ուզենան ամեն ինչը շուտ կարան անեն։ Արդեն 10 օր է, եթե 10 օրվա մեջ չեն կարում մի հատ գործ քննեն, այս երկիրը, ուրեմն ինչ ասենք, ասեք։ Չենք անցնում, այս կանում ենք այս ճանապարհի վրա։ Սարգսյան ջան, բայց ասա, ում դիմենք վերևներից, դիմել եք արդեն ձեր պատասխանը կտան։ Դիմել ենք, մեզի ոչ մի պատասխան չեն տվել, ասում են չգիտենք, չգիտենելով էլ բան չի լինի, ցավը տանեմ, արեք իրար ճիշտ հասկանան։ Դիմենք, ում դիմենք, ասեք, ում դիմում ենք, ասում ենք չգիտենք։ Ինչ ամնում հանենք, կտրուկ քայլեր եթանք, որ հասկանան, նոր այս ժողովուրդը մտահոգված են, ապրել տուն ու տեղ չգիտեն ինչ անը, բռնենք մեր տները ծախենք, թողենք այս երկրից եթանք։ Էդ են ուզում։ Որ չեն աշխատում փող չկա ուր դուց առնեն։ Էդան վարկ վերցեն որ դուց փակեն որ չեն աշխատում։ Վարկը հիմնակը չի աշխատում, վարկը չեն տալի։ Հիմա միակ ճանապարհը պայքարելով մեր աշխատատեղերը բացելն է։ Էլի այս մարդիկ ինչ-որ միջազգային մի հատ մարդ չկա, գամեզի պատասխան տա, տենա ինչ է ասում։ Պետք է պարտադիր իշտենք քաղաք կառավարության, շենք չեմ հասկանում, խեժ այս ժողովուրդը Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չեն։ Ժողովրդավար երկրում չենք մենք ապրում։ Սխալ բաներ չանեք, համ էլ չենք ուզում անենք, ասում ենք թո օրենքի սահմաններում լինի, բայց էլի օրենքի սահմաններում ոչ բան չի լինում։ Իրանց երևի դզում է, որ գնան գրապարակ, կառավարության շենք, ճանապարհներ փակենք, որ նոր իրանք մոտիկանան մեզի, ասեն խի եք անում, ինչի մարեք անում։ Մենք ուզում ենք գանք մեզի լսեն, մեր հարցին պատասխան տան։ Ժողովուրդ ջան, չլինեք ճանապարհ փակելու, այս 2 օրը կլինի կամ 5 օրը կլինի։ Ոչ թե մեզ ինձ վիճակի մեջ կսեն, որ ստիպված արդեն պետք է անօրինական քայլեր։ Հենց իրանից է, Նիկոլ Փաշինյանից է դուս եկել, թե չէ Հայաստանում այդպես բան չի եղել։ Դրթելով ժողովրդին հանելով ոտի։ Երկրի ղեկավարը կա, այդպես ճանապարհներ էր փակում, դարավ երկրի ղեկավարը, մի դուր է գալի, մենք էլ պետք է տանք փակենք։ Սա քաղաքը իր ցույցերի ժամանակ փակել։ Ով մտնում էր քաղաք չի թողում դուրս գալ։ Հայ ցավը տալեմ, ով է պատասխան տալու։ Թողա մեզ մը պատասխան տա, ասեքուց գնացեք ախպեր։ Եկուց գործանը կբացվի, կաշխատեք։ Ասենք հիմի մարքնց վարկի օրնա ով է, ասենք բանկին հետաքրքիր է, դու աշխատում ես, թե չես աշխատում։ Վարկես վերցը տարեք մուծեք։ Որ քաղաքակից ձևով ասում ենք թողակուրատի լինի։ Եկեք մեզ մի հատ պատասխան տվեք ու շո։ Այդքան բան մենք ուրիշ բան չենք անում։ Խնդրում են Հայաստանի Հանրապետությունն ու պարոն Սարոկյանը ինչքան գործարաններ ա բացել ու ինչքան տասնյակ հազարավոր աշխատողներ ունի։ 8 տարի է ինչ մի գործարան է բացել, որ կարենանք աշխատենք։ Թող մի հատ ասեն։ Դու եկել ես Սարոկյանի արածը համապնես հիմիկվա կառավարության արածի հետ։ Մեծատառուբար զրոյից սա գործարանները սարքելա ու քանը եկեղեցին սարքե։ Եթե չփակեն չեն բացի։ Մենք ստե մի ժամ սպասում ենք, պատասխան տվեցին, չտվեցին, հետո չասեն ինչ է լավ։ Հերիք արդեն ինչքան սպասենք, համբերել ենք, ինչքան համբերենք, 10 օր համբերում ենք, հասաղս ես 10 օր համբերում ենք, հասկացանք։ Ոնց բռնապետական երկրում չեն կապրում, ապեր բռնել են մեզի, փակել են ապեր, ոչ մի բան չեն ուզում անեն։ Չհասկացանք։ Ապրում, որտեղ ես ապրում։ Որտեղ է, թողել ենք, եկել ենք, ես արդեն
Սաղս էլ ադար գործեր ունենք։ Դա մարզպետ չունենք Սարգսյան ջան։ Թող մարզպետը գա մեզի պատասխան տա։ Մարզպետը ավելի լավ կիմանա վերևների հետ ոնց կապ հաստատի կան մեզի կապ տան։ Չունենք մարզպետի համար, մեկն ու մեկը զանգյալ գործի հետ, ընդհանրապես ոչ մեկ։ Դաժե քնչականը կապ չունես գործի հետ։ Քնչականի դիմացն ենք, մեկ եկավ պատասխան ասեց քեզի։ Էսի մի մարդ ասե, մի մարդ։ Մի մարդ ասել, այդ մարդն էլ ոչ մի բան չի ուզում անի։ Որովհետև դու Գագիկ Տարոկյանի աջակից ես, դրա համար էլ սոված ես ուզում որ սոված մնա։ Միշտ էլ մնալու ենք իր աջակիցը։ Միշտ մնալու ենք, այո, ու սոված չենք է մնալու։ Փագեն ուրիշ տեղա բացվելու։ Որն է ծանողը կոզի իր այրախին առանց լուսնեցի տարած։ Այդ երեխուն հետաքրքիր է դու աշխատում ես, թե չես աշխատում։